Ես Էլիզա Վլադիմիրի Բաղդասարյանն ես, Արցախից եմ։ 2020 թվականի պատերազմը որ սկսվեց, արդեն մեր համար կյանքը կանգնել էր։ Քանի որ մոտենում է հոկտեմբերի 13-ը իմ մեծ որդու զոհվելի օրն է, որդիս Գանձասարում ննջում է Գանձասարում այս պահին, նրա մարմինը Շիրիմը Գանձասարում է, Վանք գյուղի։ Հետո 20 թվից հետո մենք հույս չունենք, որ դեպի լավը կլինի, բայց պայքարում ենք, ամեն դժվարություններին հաղթահարում ենք։ Իսկ 23 թվականին եղավ այն, ինչ եղավ ամսի 19 սեպտեմբերի։ Այդ 25-ին բենզինի պայթյունից անհայտ կորելա, ունենք մեծ թվով 260 զոհ, ունենք 22 անհայտ կորած, 200-ից ավել վիրավորներ։ Բենզինի պայթյունից իմ աղջկա ամուսինի իմ փեսան, Սամվել Սուրենի Սաֆարյանը անհայտ կորած է մինչ օրս, չգիտենք այս պահին մեր Սամվելը ողջ է, թշնամիները տարել են որպես գերի, թե վառվել է, մոխրացել է։ Մենք դիմել ենք պատկամարմիններին, տարբեր տեղեր շատ դիմել ենք, անգամ Թրամփի օգնականին մեր նամակը հասել է, բայց մեր խնդրանքը տեղում դեպքում է, կխնդրեի մեր պատկամարմիններին, կուզեի ինչ-որ տեղել մեր վարչապետ կոչվածը մատը մատին տար, եթե հանդիպում է Ադրբեջանի պրեզիդենտի Նիկոլ Ալիևին, չնայած Ալիևին է հանդիպում, իրար գրկախառնվելուց, իրար ականջը սկսալուց, հարցնի այդ 22 անհայտ կորածների ցուցակից, որ տղաների անունն է համապատասխանում իրանց գերիների շարքում, որ մենք մեր հույսը կտրվենք, իմանանք արդյոք մեր փեսան այնտեղ ողջ է, թեկուզ առանց ոտ առանց ձեռ, արդյոք մեր Սամվելը այնտեղ ողջ է գտնվում, թե մոխրացել է, Աստված չանի։ Համաձայն եմ ճիշտ տանջանքները գերիներին ահավորը, բայց ամեն դեպքում ողջ լինի դա հասնի իր որդուն, իր Դավիթի, մենք ամեն օր մենք մեր բալիկին, մեր թոռնիկիս խաբում եմ, ասում եմ իմ Դավիթիս խաբում եմ, ասում եմ, որ պապան գործի է Արցախումն է, հեսա կգա օրի մեծանմա Դավիթս 2 տարեկան 2 ամսեկան էր, հիմա 4 տարեկան 2 ամսեկան է, ու ամեն հեռախոսազանգին իրիկ քունը, որ հիմնականում իրիկվա մոտ, որ զանգամեր մեզ գալիս, մեր հեռախոսներին վազում է, ասում է պապասա, մի հատ տեսեք պապասա, ուզում եմ խոսել։ Կցանկանայի, հիմնականում կցանկանայի բարի լուր լիներ, շատ տեղեր, շատ լրատվամիջոցներին եմ դիմել, խնդրել, չեմ հրաժարվում ոչ մի լրատվամիջոցներից, ջղայնացած անիծունել եմ, փաստերով ասում եմ, որ մեր դժբախտության պատճառը սա Նիկոլն էր, Նիկոլ Փաշինյանն էր, որ մենք այսօր հասանք այսօրին, չունենք ոչ հայրենիք, չունենք ոչ գերեզման, նույնիսկ մեր փրկված տղաները, որ պատերազմից փրկվել են, եկան բենզինի պայթյունին զոհ դառան, մի անիմաստ զոհ դառան, չունենք շիրիմ, կտրված ենք ամեն ինչից, հիմնականում ես կցանկանայի մեր հանգուցյալներին, չգիտեմ, հոգիները լույսերի մեջ վառվի և կցանկանայի, որ իսկ այս խաչքարը մեր բնակելի գյուղի նոր այգեստանն է նախկին Չայլուն, որ մենք ընդեղ ապրում ենք, բնակվում ենք և բնակվում ենք և տուն ենք մեր կառույցը տան հիմքից մինչև տան ծածկ կառուցեցինք և չհասցրեցինք նույնիսկ վայելել այդ տարածքները, այդ գյուղերն էլ մտավ որպես Աղդամի տարածք հանձնեցին այդ Մարտակերտի շրջանը ամուսինս առաջնագծում Լևոնարխում հերոս զոհված որդիս
Մադաղեսի նախկին Չայլուի ձախ թևի վրա Չայլուի գլխին եւ տենց աղբերներս տեքորս տղան, աղբորս տղան սա պաշտպանում էին այդ մեր հայրենիքն է, այդ մեր հիմա հանձնեցին մի ստորագրությունով մենք մնացինք այս խաչքարները այնտեղից ենք մենք բերել տեղադրել որպես մեր հուշակոթող եւ շնորհակալ եմ որ մեր համար Արցախում որպես պստիկ Արցախ հուշակոթող են բացել պարոն Վանեցյանն, պարոն Սարգսյանն եւ մնացած ովքեր թեկուզ այն ծառը, այն թուփը որ տնկել են, այն մակրության են վարպետների բոլորի շնորհակալ ենք որ նման խաչքար են քանդակել, նման հուշակոթող են կառուցել մեր համար էլի ինչ որտեղ ճիշտ է նայում եմ ստենց չկա իմ տղաս ստեղ ոչ մեկի շիրիմի չկա իմ տղա մնացել է Արցախում իր պաշտպանած հողում մնաց գերի աղջիկս էլ դառնում է այրի աստված չանի միտեղից գտնվի բայց իմ տղան իր պաշտպանած հողում ինքը իր հայրենիքը փրկելով ինքը իր գերեզմանով մնաց իր շիրիմով մնաց այնտեղ գերի հիմա չգիտեմ հույս պահենք դեպի Արցախ գնալու համար լավ կլինի թե մեզ կխաբեն սրանց վատը կլինի բայց ամեն դեպքում մեր մեջ հույսը միշտ կա թեկուզ մի բան որ ուզում ես այն միրգը որ ուտում են ծաղկաման տնկում եմ ասում եմ թող համեղ միրգը սերմը ծառ կդառնա կտանեմ Արցախ կտնկեմ իմ տանը իմ հայաթում գուցե ծառերս չորացել են 2 տարի է ինչ որ մի բան առնում եմ ասում եմ որ գնանք Արցախ այս կտանեմ օգտագործեմ հաստատ թուրքերը տունս թալանած կլինեն Թազատուն ունեի 3 տղա 3 տուն հայրենիք սաղ կորցրեցինք ոչ մի հիմա հիմնականում չունեմ ոչ մի բան հիմնականում ունեմ մեծ սուկ մեծ վիշտ մեծ կորուստներ այդքանն է իսկ ինչ մնում է այս ներկայիս իշխանություններին իրանցից ոչ մի հույս չունեմ ոչ մի հույս սրանք մեզ տանում են դեպի Ադրբեջանի գերիության մեջ դառնանք ստրուկ դառնանք մուսուլման թե գերեզմաններով թե եռաբլուրով թե խաչքարերով սա կհանձնեն ամեն ինչը կհանձնեն մենք հույս չունենք սրանցից այս ներկայիս իշխանությունից մեղադրում են մեզ ինչի եք եկել մնայիք խի եք եկել Արցախից իրանք չեն պատկերացնում ինչ ռմբակոծությունների տակից ենք մենք դուրս եկել այդքանը ուրիշ տենց չգիտեմ ինչ ավելացնեմ ասած մեր բարբարով մենք մեզ հույս ենք տալիս լոխ լավայնան մեր դեդո բաբոյով այսա սենց մենք մեր դեդո բաբոն հենել մեր զոհտված թորնիկներն են երևի թե